Հարգելի հայրենակիցներ, աղանդավոր Նիկոլը շարունակում է իր արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Դրան նաև սատարում են նրա որոշ թիմակիցներ, որոնք փորձում են կեղծ թեզերով ձեզ համոզել, որ Նիկոլ Անհողի արշավը դա եկեղեցու ներքին մաքրությունը ապահովելու համար է եւ եկեղեցին բարենորոգելու համար է։ Իդեպ նշեմ, որ բարենորոգման մասին խոսում է եկեղեցու բարենորոգման մասին խոսում է մեկը, Նիկոլ Անհողը, ով ունի 4 հատ երեխա արտամուսնական կապից։ Եվ այդ սազանդարներից մեկն է նաև Վահագն Ալեքսանյանը, ով մինչև հիմա չի էլ բացահայտում, թե իր հայրը ով է։ Եվ սրանք խոսում են եկեղեցու մաքրության մասին։ Երեք Նիկոլի հետ հանդիպան 8 եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ, որոնց հանդիպումից հետո նույն մեծ գլխով եւ ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի հազիվ ավարտած Վահագն Ալեքսանյանը փորձեց ներկայացնել այնպես, որ այս եպիսկոպոսները ունեն տեղեկություններ, որ ուրեմն Արշակ Սրբազանի վերագրվող տեսանյութերը իրական են։ Հետաքրքիր է, Արշակ Սրբազանին կանխավ նշեմ, որ պաշտպանելու բացարձակ նպատակ չունեմ, եւ եթե վերջում պարզվի, որ այդ տեսանյութերը իրական են, ապա Արշակ Սրբազանը պետք է պատժվի, բայց խնդիրը հետեւյալն է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ որևէ փորձաքննության վերաբերյալ տեղեկություններ, որոնք վերաբերում են իրավապահ համակարգին, գոնե Արշակ Սրբազանի պարագայում պետք է բարձրաձայնի քննչական կոմիտե։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ քննչական կոմիտեն մինչև հիմա այդ մասին բացարձակ ոչ մի հայտարարություն չի անում։ Եվ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության արդյունքները, թե իբր դա իրական է, հայտարարում են հոգևորականները, եւ դա ապրիորի նաեւ հաստատում է Վահագն Ալեքսանյանը ինչ է դա։ Խնդիրը հարգելի հայրենակիցներ նրանում է, որ նախ ամենաճիշտը կլիներ այն, որ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերը ուղարկվեին այլ երկրներ, այլ մայրաքաղաքներ, խոշոր փորձագիտական կենտրոններ, ոչ թե մեկ, այլ 2, նույնիսկ 3, որպեսզի այդ փորձագիտական կենտրոնները, որոնք ավելի շատ մտածում են իրենց ուրեմն անվան մասին եւ երբևիցե չեմ կարծում, որ կեղծ եզրակացություն կտային, նրանք պատասխանեին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության քննիչական կոմիտեի փորձագիտության արդյունքներին, ապա նշեմ, որ ես բացարձակ հավատալու մտադրություն չունեմ։ Հայաստանի Հանրապետության քննիչական կոմիտեն բազմիցս ապացուցել է, որ ինքը ընդամենը գործիք է Նիկոլ Անհողի ձեռքում։ Սրա նրա գլխին քրեական գործեր հարուցելու եւ մարդկանց պատժելու համար։ Այնպես որ ինձ համար քննիչական կոմիտեի եզրակացությունը առ ոչինչ է։ Հիմա անդրադառնանք այն փաստին, որ ըստ մեծ գլխով այդ Վահագն Ալեքսանյանի բոլորը ընդունում են, որ եկեղեցուն պետք են բարեփոխումներ եւ ինքնամաքրվելու խնդիր կա։ Իհարկե, այս խնդիրը բոլոր եկեղեցիներում կա եւ այդ բոլոր եկեղեցիները, հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, ուղղափառ եկեղեցիները դա անում են ներսից, թույլ չտալով աղանդավորական, բողոքական եկեղեցիների նման, որպեսզի այդ բարեփոխումները տեղի ունենան դրսից, ինչ որ փողոցից եկած մեկը հայտարարի, որ իրեն ասենք դուրս չի գալիս այս եկեղեցու առաջնորդ, ասենք Հռոմի պապը դուրս չի գալիս, ուրեմն իրան պետք է դուրս հանենք։ Այդպիսի բան նորմալ եկեղեցիներում չկա։ Այդպիսի բան կա միայն աղանդավորական եւ ուրեմն բողոքական եկեղեցիներում։ Հիմա ում միջոցով է Նիկոլ Անհողը փորձում բարեփոխումներ իրականացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցում։ Երեք մենք տեսանք ամենաօդիոզ, ամենախնդրահարույց եւ ամենասկանդալային եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների միջոցով։ Ամենաառաջինը, ամենածիծաղելին եւ զավեշտը այն էր, որ Նիկոլը կառավարության շենքում ընդունում է Նավասարդ Կճոյանին, Արարատյան թեմի առաջնորդին, մեկին, ում դեռ 2007 թվականի իր հոդվածներից մեկում մեղադրում էր զենք պահելու մեջ եւ հայտարարում էր, որ զենք պահելու համար Սերժ Սարգսյանը Նավասարդ Կճոյանին կալանավորել է, երկրորդ պարել է բանտում եւ նոր բաց է թողել։ Ընդամենը 1 ամիս առաջ, հարգելի հայրենակիցներ, 2025 թվականի հոկտեմբերի 22-ին անունչ տալով ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Անհողը բարձրաձայնում էր, թե Բենտլի ունեն տերտերները։ Իսկ մենք բոլորս գիտենք, դա հայտնի փաստ է, որ միակ Բենտլի ունեցող հոգևորականը Հայաստանում եղել է Նավասարդ Կճոյանը։ Վահագն Ալեքսանյան, խոսում ես մաքրությունից, խոսում ես եկեղեցի ներսից մաքրելու մասին։ Ում միջոցով եք մաքրում Նավասարդ Կճոյանի,
որին ուրեմն Հայրապետյան փայլակը, ով գիտենք այդ պատմությունը, օֆշորային գործ, սկանդալ, խայտարակություն այդ հայտնի գործարարին ունեզրկեցին տասնյակ միլիոնավոր դոլարներով, ընդամենը 2 տարի առաջ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին հետքում հրապարակված հարցազրույցով Փայլակ Հայրապետյանը փաստում է, որ Նավասարդ Կճոյանի թեմ հարուցված քրեական գործը կարճվել է ԱԱԾ-ում։ Հետաքրքիր է, ինչ գին է վճարել Նավասարդ Կճոյանը այդ գործը կարճելու համար։ Ձեզ հետ է համագործակցել, հարց եմ տալիս։ Եվ հիմա այդ օդիոս, այդ խայտարակ տերտերի միջոցով, որին Նիկոլան Հողը 2021 թվականի հունիսի 12-ի միտինգի ժամանակ մեղադրում էր խայտարակ ձայնագրության մեջ հակաքրիստոնեական խոսույթ ունենալու համար, հիմա փորձում է ներկայացնել որպես մաքրամաքուր մարդ, որի միջոցով ինքը մաքրելու է հայ առաքելական Սուրբ եկեղեցին Գարեգին II-ի նման կաթողիկոսից, հա? Ծիծաղելի է, անդրադառնանք Միրզախանյան ազգանունով եւս մեկ arczepiskopos-ի նախկինում վրացահայոց թեմի առաջնորդ, հիմա Մերձ Բալտիկայում վերընկած այդ մարդը հենց նույն ձեր շեֆի հայկական ժամանակ թերթում 2014 թվականի փետրվարի 15-ի հոդվածում մեղադրվում էր վրացահայոց թեմի կողմից նվիրաբերված գումարների մսխման մեջ։ Էլ չասեմ, հարգելի հայրենակիցներ, որ բազմաթիվ լրատվամիջոցներում այս մարդուն վերագրում են սեքս սկանդալներ, որի արդյունքում իրան հանեցին վրացահայոց թեմից եւ ուղարկեցին ուրեմն Մերձ Բալտիկա Էստոնիա։ Եվ հիմա, ասենք, իդեպ նշեմ նաեւ, որ ընդամենը 2 օր առաջ Բոլոլա Տելեգրամյան ալիքը հրապարակեց այդ տերտերի, ուսակրոն տերտերի հատուկ նշեմ, կնոջ եւ երեխայի լուսանկարները։ Եվ այս անձի միջոցով, հա, ուզում եք դուք մեր եկեղեցին մաքրել, այ Վահագնը էս ինչ ես։ Անդրադառնանք եւս մեկ ուրեմն կերպարի այդտեղ վերընկած, ասենք Արսենյան ընտանիքի մտերիմ Վայոց ձորի հոգևոր առաջնորդ, ամենահարուստ, ամենամեծ քանակությամբ օբյեկտներ եւ սեփականություն ունեցող ուրեմն տերտերին, որը Յագուար է քշում, հա, դրա միջոցով եք փորձում եկեղեցին մաքրել։ Դե չասեմ ԵՊՀ-ի արևելացության ֆակուլտետի նախկին դեկանին, որին ըստ լուրերի պետք է կաթողիկոսի դեմ շարժումը կազմակերպելու եւ ակտիվ մասնակցելու համար պետք է վերականգնեք։ Էդ է դրա գինը դավաճանության։ Դե կուսակրոնության մասին խոսացող Նիկոլան Հողը, ով մտնում է նրա անկողին, ներքնաշորերի մեջ եւ փնտրում է թե ում հետ ով ինչ կապեր է ունեցել, հետաքրքիր է ինչի չի մտնում օրինակ Կոտայքի թեմի առաջնորդ Քարամյանի անկողին, ու մի հատ պարզենք վերջապես պարզենք, Արգիշտի Քարամյանը այդ Առաքել Քարամյանի տղան է թե չէ, ոչ հերքում են, ոչ հաստատում են, դա այն Արգիշտին է բազմաֆունկցիոնալ, որը Նիկոլի կառավարության մեջ բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, բարձր իրավապահ համակարգում։ Դե Արցախի դավաճան թեմի առաջնորդի մասին, նույնիսկ անունը դրա չեմ ուզում տալ, սուպեր դավաճանը։ Չեմ էլ անդրադառնա։ Նշեմ, որ Նիկոլ Անհողի եւ Գարեգին II-ի հարաբերությունների սրման պատճառներից մեկը նաեւ այն էր, որ 44-օրյա պատերազմից հետո եւ հատկապես 2023 թվականից հետո, երբ որ Արցախը Նիկոլը նվիրեց ամբողջությամբ թուրքերին, Գարեգին II-ը չցրեց Արցախի թեմը եւ Պարքև Սրբազանին փոխարինեց սրանով, այս գործիքով, որը հիմա Նիկոլի կողքին վեր է ընկած։ Եվ բացարձակ ծպտուն չի անում, թե օրինակ իր ղեկավարած թեմի եկեղեցիները, Սուրբ Ղազանչեցոցը, Գանձասարը, իր հարազատ Ամարասի վանքը, որտեղ սա ծառայություններ է մատուցել հոգևորականի, ինչպես են հայտնվել ադրբեջանցիների պղծարար ձեռքում եւ դարձել են արդեն, այսպես ասած, աֆղանական եկեղեցիներ, ծպտուն չի հանում։ Հարգելի հայրենակիցներ, այս օդիոս եւ բարոյականությունից շատ թույլ ըստ լուրերի, կոռուպցիայի մեջ թաթախված տերտերներով
Նիկոլը փորձում է մաքրել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Սա ծիծաղ է առաջացնում ամեն մտածող մարդու մոտ։ Նիկոլը ընդհանրապես ուզում է քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին երկու պատճառով, որտեղ ինքը աղանդավոր է եւ երկրորդը ինքը պատվեր ունի Բաքվից։ Հարգելի հայրենակիցներ, ամեն գնով մենք պետք է լինենք հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին։